Իշխող թիմը պատրաստում է նոր օրենսդրական փոփոխություններ, գրանտների տրամադրումը էլ ավելի է խստանում, կսահմանվի քրեական պատասխանատվություն, արտաքին լոբինգը կպատժվի։ Գրանտների մասին օրենքով սահմանված կարգերի խախտումը կհանգեցնի տուգանքի, հասարակության համար օգտակար աշխատանքի 300-ից 500 ժամով կամ մինչև 6 տարի ազատազրկման։ Օրենքում նախատեսված փոփոխություններով հստակեցվում է, թե ինչն է համարվում գրանտ եւ ով կունենա պարտավորություն, որ գրանտ ստանալու համար կառավարությունից նախապես ստանա թույլտվություն։ Երազանքում բացատրում են, որ փոփոխությունների համաձայն գրանտ են համարվում ցանկացած անձի կողմից ցանկացած անձի դրամական կամ բնական ձևով փոխանցված միջոցները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել Վրաստանի կառավարության, պետական հաստատությունների կամ հասարակության որևէ մասի վրա որևէ ազդեցություն գործադրելու համար։ Եվս մեկ փոփոխություն է պատրաստվում քաղաքացիների քաղաքական միությունների մասին օրգանական օրենքում։ Օրենքի նախագծի համաձայն այն անձը, որը աշխատանքային պայմանագրով աշխատում է այնպիսի կազմակերպությունում, որը տարվա ընթացքում իր եկամտի 20%-ից ավելին ստացել է օտարերկրյա ուժից, 8 տարի ժամկետով կարգելվի լինել քաղաքական կուսակցության անդամ։ Պետական աուդիտի ծառայությունը կվերահսկի քաղաքական կուսակցության անդամի ֆինանսական գործունեությունը։ Վրացական երազանքի տեղեկատվությամբ պատրաստվել են նաև ձեռնարկատիրական կազմակերպության հանրային քաղաքական գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններ։ Ձեռնարկատիրական սուբյեկտի կողմից իր հիմնական ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող հանրային քաղաքական գործունեության իրականացման համար պետական աուդիտի ծառայությունը կդուկանի ձեռնարկատիրական կազմակերպությանը 20,000 լարի չափով, իսկ արարքի, կրկնակի եւ յուրաքանչյուր հետագա կատարման դեպքում 40,000 լարի չափով։ Վրաստանի ազգային բանկը հյուրընկալել է Կորեայի բանկի եւ Կորեայի ֆինանսական հեռահաղորդակցության եւ անկանխիկ վճարումների ինստիտուտի փորձագետների խմբին։ Այցի նպատակն է եղել քննարկել Վրաստանում անկանխիկ վճարային համակարգի զարգացման նախագիծը եւ ամփոփել նախագծի արդյունքները։ Անցյալ տարի այս նախագծի վերաբերյալ ազգային բանկի եւ Կորեայի կենտրոնական բանկի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Նախագիծը նպատակ ունի նպաստել անկանխիկ վճարումների հետագա զարգացմանը Վրաստանում։ Նախագծի շրջանակներում ստեղծվել են կարգավորող շրջանակի վերաբերյալ գործնական առաջարկություններ, որոնք նպատակ ունեն զարգացնել ժամանակակից վճարային ենթակառուցվածքներն ու անկանխիկ վճարումների լայն տարածումը։ Հատկանշական է, որ վերջին 2 տարիների ընթացքում Վրաստանի ազգային բանկը ակտիվորեն համագործակցում է Կորեայի կենտրոնական բանկի եւ ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների հետ։ Լագոդեխի քաղաքապետարանի քաղաքապետը հանդիպել է երիտասարդական խորհրդի ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քաղաքապետը զրուցել է երիտասարդության ներգրավվածության կարևորության մասին քաղաքապետարանի զարգացման գործընթացում եւ նրանց տրամադրել տեղեկատվություն այն նախագծերի մասին, որոնք պլանավորվում են հաշվի առնելով տեղի երիտասարդության շահերը։ Քաղաքապետը անձամբ լսել է խորհրդի անդամների նախաձեռնությունները եւ երիտասարդական ոլորտում առկա կարիքները։ Հանդիպման ավարտին երիտասարդական գործունեությանը աջակցելու եւ արդյունավետ աշխատանքը խթանելու նպատակով խորհուրդներին տրամադրվել են գրքեր, սարքավորումներ եւ գրասենյակային պարագաներ։ Ախալցիխեի քաղաքապետարանի Վալե քաղաքում բժշկական ցույց է անցկացվել Ախալցիխեի քաղաքապետարանի կլինիկաների, Ախալցիխեի ուղղորդող հոսպիտալի հետ համագործակցությամբ։ Քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիգլաուրին քաղաքային խորհրդի նախագահի հետ տեղում է տեղեկացվել ակցիայի մասին։ Բնակչությանը անվճար բժշկական խորհրդատվություններ են տրամադրվել տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից։ Բժշկական ակցիան անցկացվել է Վալեի մշակույթի տան շենքում Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքապետի աջակցությամբ։ Բաթումիի բուլվարում շարունակվում է առանց տանիք եւ առանց թույլտվության կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հին բուլվարի ափամերձ գծին հարակից առանց տանիք շենքերի եւ կառույցների ապամոնտաժումն իրականացվել է բուլվարի վարչակազմի եւ քաղաքային տեսչության ներգրավմամբ։ Աշխատանքների շրջանակներում տարածքից հեռացվել են թեթև կառույցները։ Վերոնշյալ գործընթացն իրականացվում է գործող կանոնակարգերի շրջանակներում եւ նպատակ ունի կարգավորել սննդի եւ հանգստի օբյեկտները, ինչպես նաեւ բարելավել բուլվարի տեսքը։